Այսօր էլի լավ շոկը ծառ ու ծաղիկ են ջրում։ Ես էլ պատրաստվում եմ դուրս գամ այս շոկին, բայց տաքսով եմ գնալու մեկը։ Են կողմում էլ են ջրում ենա։ Բարի օր իմ սիրելի բարեկամներ։ Հանդիպումների գնալուց ես շատ պարտաճանաչ եմ։ Օրինակ, եթե հանդիպում ունեմ, ամեն գնով ես իմ ժամին պետք է հասնեմ այդ հանդիպանը, մի բան էլ մի քիչ շուտ, որ ճիշտ ժամանակին լինի ապահովության համար, մի քիչ էլ պետք է շուտ դուրս գամ, որ չուշանամ, խցանումներ բան չլինեն։ Հիմա հանդիպումս ժամը 4-ին է, պայմանավորվել ենք 3 ու հիմա ես տանից դուրս եմ գալիս, արդեն տաքսի եմ պատվիրում 5 րոպե անց, տաքսու մեջ եմ, ինձ զանգում են, ասում են կարաք 15 րոպե ուշ գաք։ Ասեցի միանամ մի հատ, տեսեմ դուք ոնց եք, երբ որ հանդիպում են նշանակում, դուք էլ եք իմ նման պարտաճանաչ, չեմ կարում, ասենք եթե բանանեմ, ասեմ հա դե լավ, մի 5-10 րոպե կուշանամ, չեմ կարում, ընդհանրապես ես շատ պունկտուալ եմ։ Ինչևէ, հասել եմ արդեն հանդիպման վայր, սենց ասած, շատ շոկ է, չնայած որ կոմֆորտ տաքսիով եմ եկել, տուն գնացի, երեխեքի հետ եկել ենք երեկվա այգին, Շենգավիթի այգին, Շենգավիթ թե Շողակաց, Ժողովուրդ, որն է, ճիշտ է։ Այսօր արդեն մյուս թորնիկներից հետ եմ եկել, այգու ետևի կողմը 3 չէինք նայել, այսօր նայեք, ինչքա սիրուն է։ Այն կողմում էլ մարզասարք էր ոնց որ կան, գնանք վաղինակը հիմա այնա վասկողու վրա է արդեն ուժեղ կամի է, բայց ինձ հավես հաճելի եղանակ է։ Հլը արա, հլը մի հատ արա տեսնեմ, արա հլը։ Դանդաղ պետք է անես։ Ահա։ Այ ապրես, ու ձերքերով էլ պիտի տենց քաշես։ Լավ է։ Անել երև մանկապարտեզ է, չէ։ Այն կողմում էլ մարզասարքեր կան, բայց ինձ թվում է նրանք ջարդված են։ Որտեղ կյանք։ Ահա, այս մի քանի հատ էլ էս կողմում կան մարզասարքեր։ Երեխեքն էլ իրանց համար թենիս են խաղում։ Այս են սիրուն տեղ հայտնաբերեցինք այգու ետևի մասը, մենակ դիմասն էինք տեսել, շատրվաներից ես կողմ չէինք եկել։ Մեր մարզասարքերի նման է, բայց ուղղակի հին են սրանք։ Այսպես գնում ենք, ես մի կողմն եմ կանգնում, պապան էլ մյուս կողմը մարզում ենք, բայց ես էլ չեմ գնում, պապան մենակ է գնում։ Ես տանն եմ մարզվում։ Ամեն դեպքում էլ լավ աղոք կա։ Ասում է շատ շենքերի մոտ ես մարզասարքից գնացել։ Լավ է, մարդիկ էլի կգնան մարզվում։ Շատ սիրուն են շատրվանները։ Այս կողմ շատ հավանեցի ծաղիկները, այս արձանը, ձիու արձանը, ձիա չէ, երեխեք։ Եղնիկա, ձի չի։ Հա, եղնիկա, հա։ Եղջերուի ավելի շուտ, կոտոշը եղջերուի է նման։ Այս կողմում էլ, այս ծաղիկները։ Գնացինք, Շողակաց այգին, հա, երեխեք, մի հատ են էլ նայենք, էլ են էլ ասիրուն, մի հատ նայեմ, էլի, ես էլ ասիրուն, հա, ստե պետքա ջուր գա չի գալիս, նայի, ջուր պետքա լինի ես փոքր, արձանը սիրուն է, բայց չորուց համակա, վաղ զգուշ չնգնես, գնացինք երեխեք չն, ջրի շիթերը մինչև մեր մոտ թռնում են։ Երեք չէին նկատել, ասալա գրված է, այդտա։ Այս չեք նկատել երեք։
քանի րոպե։ Հա, քանի ինչ արդի։ 200 դրամ։ Մնացած կառուցումները փոքր են, մանկական։ Փոքր երեխեքի համար։ Հա, թռնում է վրայի։ Չկա, չէ՞ միավորներ, չէ։ Come on. 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 Նույն երեկվա նստարանին ենք, երեկվա սեղանի մոտ ենք նստել, նույն տեսարանն է։ Մենք նստել ենք մի բան ուտենք, նենց ուժեղ քամի է, վտանգավոր է, փոշի լսում էր աչքերի մեջ։ Կարող մի բան փոքի գցի գլուխներից, դրա համար եկանք նստեցինք, ասենք մի բան կուտենք, հետո եթե քամի կանգնի, կարելի է գնալ քայլել, չէ՞։ Հա, էլի կգնանք քայլել։ Այսօրն էս լավ օր է, անձրև էր մի քիչ կատկթում, 22 աստիճան է, մոռացա աղբը իջացնեի, արագ խանութ եմ գնամ ձու բրոկոլի առնեմ գամ, որ նախաճաշ պատրաստեմ։ Չէի նկատել այս շենքի վրա, երևի մեր Արցախի ազատամարտի հերոսներից է և խանութում շատ մարդ չկար, բրոկոլի առամարոլ, ձու, կանգնած ձու եմ նայեմ, որ առնեմ կարմիր ձու էր, իդեպ հատը 56 դրամ էր, մանր ձու էր, էլի։ Մի հատ կին մոտեցավ, կողքից ինձ ասում է, այս քանիս է, ասում հատը 56 դրամ, ասում է առնենք, թե չառնենք, ասեցի, ես էլ եմ էդ մտածում, առնենք, թե չառնենք։ Իցենց մանր ժեստերը, մանր բաները կարան օրվա ընթացքում մարդու տրամադրության վրա ազդեն։ Հաճելի էր։ Գնամ հիմա արագ նախաճաշ պատրաստեմ, բրոկոլի ուծվածեղ եմ ուզում անեմ, որ հետո անցեմ արդեն մյուս գործերիս։ Օրերը Երևանում արդեն համարյա թե ավարտվում են, այնպես որ ընդհանրապես Հայաստանում օրերը արդեն ավարտվում են, պետքա վերջի գործերս վերջացնեմ, նվերներ նայեմ, կարճ ասած գնացինք։ Տուն հասա ու անձրև սկսվեց, խոշոր կաթիլներով գալիս է։ Նես լավ եղանակ է, այդ շոքերից հետո այս անձրևը փրկություն է։ Հարևանի թութակները լռել են, ուրիշ ժամանակ երգում են։ 36 համարն է անցնում այս փողոցով։ Երեք իրիկուն տղամարդիկ կռիվ էին անում, գոռում էին, իրար էին խփում, մի քիչ հետո իրար փաթաթվեցին ու գնացին։ Այ, ժողովուրդ ջան։ Մի քիչ կարելի ասել անգամ սառն է։ Ես դե տաքշուր համարյա հետս չեմ վերցրել, լավ Աշոտ իմ համար մի երկու բան բերեց։ Այստեղից ինչ եմ ուզում գնամ շոր առնեմ, արդեն զզվելիս գալիս է շոր առնելուց։ Էդ էլ խանութի բանն է, էլի երևի խանութի պատճառով է, էլի որ խանութում եմ աշխատում, դրանց է իրոք արդեն զզվելիս գալիս է, որ գնամ ասենք ինչ-որ հագուստ առնեմ։ Բայց որ գնամ զեղչեր են արել, դե զեղչերը սկսվել են հուլիսի 1-ից, այդ ժամանակ պետք է նայեմ իրոք ինչը որ պետք է առնեմ, անտեղի բան չեմ առնելու։ Այն կողմերում է շենքի հետևի կողմերում կայծակա
Ապարանի կողմերում լավ անձրև է։ Ատամներս վերջացրի, կարակին շնորհավոր եք, անսովոր է շատ, 2 ժամ չպետք է խմեմ կամ ուտեմ, ծառավեմ, բայց կդիմանամ։ Հիմա տուն եմ եկել, գնում եմ նորից դուրս եկա գնամ Վարշավիրանոց, հանդիպում ենք նշանակել, մազես պետքա կտրեմ միանգամից, կտրեմ ներկեն։ Հեսա կպած է Վարշավիրանոցը 5 րոպեի ճանապարհ է։ Հեսա խոտերն են հնձում, անուշ հոտ է։ Խոտի հոտ անուշ գալիս է։ Անձրև ակատ կտում, ես ես ոնցիկ չունեմ, բայց ժակետ եմ վերցրել, որ եթե դուրս գալուց անձրև լինի, գլխիս գցեմ, որ շուտ տուն հասնեմ։ Հասա, այսքան մոտ էր տեղը։ 2 ժամ ու կես Վարշավիրանոցում էի, վերջացրի, ներկեց, մի քիչ կտրեց, ֆենեց, այնքան լավ աղջիկ էր։ Գինը ընդհանուր երևի, չէ, առանձին ասեմ, գիտեմ հետաքրքիր կլինի ձեզ, 3000 դրամ ներկե արժեքներ, 2000 դրամ ներկելը, 2000 դրամ կտրելը, 2000 դրամ էլ ֆենելը։ Վերջում քարտով իհարկե վճարեցի, ու վերջում ասեցի ուզում եմ
1000 դրամ էլ իրան թեյավճար եմ թողել, որովհետև շատ լավն էր ինքը, հավանեցի շատ իրան արած գործն էլ հավանեցի։ Ինչևէ, արդեն տուն եմ հասնում, գնամ նայեմ ինչ եմ ուտում, որովհետև արդեն շատ երկար բան չեմ գրել ու սոված եմ, արդեն գլխապտույտ ունեմ։ Կամաց իրերը հավաքում եմ, այստեղ թեյեր եմ վերցրել տարբեր տեսակի, թեյի սուրճի խանութից, գրամով էլ այսպես, ինչ? Աշոտ ամանի տեղ էր հարցնում, թե չգիտես տան ամանները, թեյեր եմ վերցրել, ափսոս չէին գրում վրան ինչա, բայց այնտեղ ինձ բացատրել են, ասել են, հա, էսա ստե գրած է, ինչա գրած, Աֆրոդիտեի համբույր, գինը 15500 արժի կիլոգրամը, ես 100 գրամ եմ վերցրել, ես տարբեր թեյեր եմ վերցրել, այս մեկը մոռացել եմ փակել, հա, ոնց որ չեմ փակել այս մեկը, ահա, այսինքն էլ չդատարկեմ տարբեր թեյեր են, ահա, այս պետք է փակեմ, որ չթափվի։ Հարազատներ ջան, ողջույններ ձեզ, լավ տրամադրությամբ եկել եմ պապիս հայրենիքից, այնքան տպավորված եմ, շատ տպավորություններ ունեմ, անպայման ձեր հետ կկիսվեմ։ Շատ ասելու բան ունի, շատ պատմելու բան ունի։ Եթե ձեզ էլ հարցեր կլի, ցանկացած հարց, ուղարկեք, հաճույքով կպատասխանեմ։ Առանձին մի հատ տեսանյութ կպատրաստենք։ Գիշերն եմ եկել, ժամի 3-ին, Սվետլանան չթողեց մեի 5 ժամ նորմալ քնեի։ Դե չկարողացանք ժամ 8-ից պետքա վեր գնանք։ Վերջի օրերն ենք անցկացնում Երևանում։ Այդ ինչ պատճառով մեր ժամանակը շատ ծուղ է։ Այսքանը, այսինքն առանձին ձեր բոլոր հարցերին կպատասխանենք, գրել էիք, հարցրել էիք, Աշոտը ոնց գնաց, ինչ ձևով է գնացել, արժեքը ամեն ինչ կասենք, առանձին տեսանյութ կպատրաստենք, ասեմ որ հիմա քայլում ենք, ասեցի չէ նվերներ էինք ուզում նայենք, մի հատ կին ճանաչեց էլի մեզ, խոսացինք շատ հաճելի կին էր, անունը բայց չհարցրի, բայց ինքը մեզ ճանաչեց, սրուցեցինք կարճ, տեց ոտքի վրա մի րոպե, շատ հաճելի է, ինչ ասեմ ժողովուրդ ջան, այսօրվա վլոգը այսքանով կավարտեմ, որտեղ հիմա շատ զբաղված ու խառնենք։ Արդեն հաջորդ վլոգը կնայեմ, կկազմակերպենք Աշոտի հետ, կպատմի իր տպավորությունների մասին։ Լավ մնացեք, սիրում ենք ձեզ, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Հատիկ կներկայացնեմ։ Այո։ Ինչ տեսել եմ, մի քիչ պատմել է, ինչն ազդել իմ ներաշխարհի վրա, բոլորը շատ հետաքրքիր ձեր է։ հետ։ Գնացինք, լավ, հասանք։ Գնանք արդեն մեր իրերը հավաքենք, որ տունը պետքա հանձնենք։ Հաջողություն ժողովուրդ ջան։